աջակցություն հայտնելու գործընթացին։ Այդ որ գործընթացներ են, որ Մամիջանյանն ենք կավատության գործով անցած մեկի եղբորը բերել են, ուզում են վարչապետի տեխնացու սարքեն։ Միքայել Աջապահյանի տեխնացուության հետ կապված։ Հա, այսինքն այն մարդուն, որ ռազմական հեղաշրջման կոչեր արել, իրանք դիտարկում են որպես վարչապետի տեխնացու, դա հաջորդ զարգացում այն մարդուն, որ նաև իր աջակցությունն հայտնել ահաբեկչական խմբին, որը պլանավորած է եղել Հայաստանում մարդկանց սպանել, որը պլանավորած է եղել Հայաստանում մարդկանց գյուլել, որը պլանավորած է եղել գյուլվածների ընտանիքին նաև կոմպենսացիա տալ այն մտքով, որ այն մարդիկ, որ իրանք պետքա գյուլեին, ընտանիքներին կոմպենսացիա պետք տային, այդ ընտանիքներն է պետքա գող լինեին, այդ խայտառական բարոյականության կրողներին են առաջարկում Հայաստանում ինչ-որ պետական պաշտոնի ընտրել, այն էլ վարչապետ, լուրջ են ասում։ Դուք արտահերթը բացառում եք ընտրությունը։ Հա, իհարկե, դրա նախադրյալը ո՞րն է որպես այդպեսի։ Ինչ նախադրյալ կա արտահերթ ընտրությունների, ես նման բան չեմ տեսնում, առասել։ Պարոն Ալեքսանյան, այս Քարնեգի հիմնադրամից հայտնել են, որ Թրամփի վարչակազմը Երևանի եւ Բաքվի առաջարկներ է արել, Ադրբեջանը Հայաստանով այդ ճանապարհի մասով, ինչ առաջարկների մասին է խոսքը։ Ես չեմ կարող մանրամասներ հայտնել այս թեմայի կապակցությամբ, կարծում եմ արտաքին գործերի նախարարությունը ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա այս հրապարակման Բայց առաջարկները եղել են։ Չեմ կարող ասել, արտաքին գործերի նախարարությունը այս թեմայով ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա։ Պարոն Ալեքսանյան, քիչ առաջ ազգային ժողովը քվեարկեց հենց ազգայնացնելու այդ հրատապ նախագիծը։ Շատ ազգայնացնելու չէր, բայց ասեք։ Հա, բայց ընդդիմադիրներն արձագանքում են, ասում են, որ այս իշխանությունը ինչին կպնում է, նախ տապալում է եւ անգամ օրինակներ էին բերում, օրինակ ասում են, այս ընթացքում անգամ չեք կարողանում միջև հիմա հստակեցնել, պետք է խանութներում տոպրակ տրամադրել, աղը պիտի դրվի սեղանին, թե չէ, անգամ այս մանր հարցերը չլուծողները խոսում են մեծ ծրագրերից։ Եվ սա այնուամենայնիվ խլելու գործընթաց չէ։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր ցակ շապիկներով եկել են Հայաստանում իշխանության Ղարաբաղից, առանց Հայաստանի քաղաքացիության դարել են Հայաստանում նախագահ, հետո Հայաստանի ժողովրդին պատկանող հեծը ուշադրություն 12 միլիոն դոլարով տվել են սրան նրան, այդ մարդիկ են ասում, որ մեր ձեռին չի գտնում բանալինում։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր որ պատից կախ չտեսնելով դարել են ԶՊՄԿ-ում օրինակ բաժնետեր, այդ մարդիկ են ասում։ Բնականաբար նրանց այդ բիզնես ունակությունների ու մնացածի հետ մենք համեմատվել բնականաբար չենք կարող։ Ու այս խոսույթը ինձ թվում է դուք շատ եք լսում, չէ՞։ Այդ տենց բարբերաբար դաշտան է թվում, այ որ դուք պաշտոն չունենաք, դուք ով եք, այդ գիտեք ինչի մասին է այդ խոսույթը։ Օրինակ ես որպես падգամավոր, որ պահին պաշտոն չունենամ, այդ պահին ես միլիարդ հատեր չեմ ելնել։ Այսինքն ես պետական պաշտոնը չեմ օգտագործում անձնական ունեցված կուտակելու համար։ Դիցուկ օրինակ Ռոբերտ Քոչարյանի պես, որ մենակ պաշտոնական հայտնաբերված այս պահին թվերով 200 միլիոն դոլարի ունեցվածք ունի, որը պահանջվում է պետականացնել։ Այսինքն հասարակությունը հիմա նախկին ու ներկա այդ կռվի մեջ է եւ իրեն հետաքրքիր չի, իրեն հետաքրքիր այն, որ արդյոք հեծը նորմալ կաշխատի, հոսանքի գինը նույնը կմնա, պարոն Ալեքսանյան, կարող եք հանրության օրինակ վստահեցնել, որ հոսանքի գինը փոփոխման չի ենթարկվում։ Ես կարող եմ հանրությանը վստահեցնել, օրինակ, որ այլևս ըստ թվերի, օրինակ գիտեք հեծը ինչքան ներդրում արել ենթակառուցվածքների մեջ։ Ըստ թվերի ինչքան ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 90%-ով իր ներդրումները այո, եւ ինչքան ա եղել այդ ներդրումները։ Դե եթե 100% մի քանի 100 միլիոն դոլարի իբր ներդրում ա կատարվել։ Սիրելի քաղաքացիներ, որ հիմա դիտում եք մեզ, ձեր գյուղում որևիցե մի էլեկտրասյուն փոխվել ա, թե չի փոխվել։ Թե այն սովետի վաղտվա դրած փայտից այն արդեն ճաքեր տված սյուներն են։ Ձեր գյուղում կամ ձեր քաղաքում առհասարակ բացի այն շոչիկների կներեք արտահայտությանս համար շոչիկ բառի, շոչիկների այն երկաթյա տուփերից ինչ որ ուրիշ ենթակառուցվածքային ներդրում դուք տեսել եք, թե չեք տեսել։ Ես ձեզ վստահեցնում եմ, ես ձեզ ինչ պիտի դրվելու շոչիկների տեղը չէ։ Այդ 600 միլիոն դոլարը որպես այդպեսին, դրա մեծ մասը ներկայացվում է, որ արվել է, դա եղել է այդ շոչիկների թանկանա թե չէ, պարոն Ալեքսանյան։ Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա։ Նիկոլ Փաշինյանը այսօր գրառում է արել, որ այն հեծի աշխատողներ, ովքեր կմասնակցեն երթերին, ազատ
են տենց բան չկա գրած։ Մի խեղաթուրեք, ասում է ովքեր կպարտադրեն մյուսներին մասնակցել, կդատվեն եւ շատ ճիշտ է ասում, որտեվ այս աշխատելավոճը մենք առհասարակ գիտենք ընդդիմության բիզնեսներում, նույն ընդդիմության Չարչյանը մի վարքյան ժողով մի փաթեք հասկանում եմ, որ ազատությանը դա հաճա այս թեմայով խոսակցությունը, բայց թողեք ավարտեմ, հետո կշարունակեք։ Դե չեմ կարծում, որ դա չի այնուամենայնիվ։ Օրինակ նույն պրոֆեսոր Չարչյանը հիշում եք, որ բժիշկներին հասկանում եք, բժիշկը մյուս բժիշկներին հավաքել էր, ասում էր, եթե իմանամ ուրիշին եք ընտրել, իսկ ես կարամ դա պարզեմ, որ դուք ուրիշին եք ընտրել։ Ձեր հետ այսպես կվարվեն, այսպես կվարվեն։ Այս ընդդիմությանը ոչ խորտ, ընդդիմությանը շատ հարազատ։ Բացառվում, մի վարքյան ավտոբուսներով մարդկանց հանրահավաքի բերելու մասին, կոնկրետ մի հանրահավաքի ժամանակ մենք մեր աջակիցներին հայտնել ենք, որ ունենալու ենք ավտոբուսներ, որոնք բերելու են մարդկանց մարզերից, եթե մարդիկ ունենան դրա անհրաժեշտություն։ Երբ որ մարդը կամավորության սկզբունքով գնում է կամ դուք եք ձեր մեքենայով բերում, կարող է ես եմ իմ մեքենայով առաջարկում տանել, դա ուրիշ բան է։ Աշխատողին պարտադրելը գաղտնալս են, այդ ձեզ թվում է չեն գաղտնալսում, այդ ձեզ թվում է բան չեն անում։ Այդ ձեզ թվում է օրինակ ընդեղ ԱԱՑ պետ է ունեցել, բան են ունեցել, տարիներով չի փորձել գաղտնալսի տենց մի բան գտնի։ Բա գտել եք։ Տեսեք դուք Բայ այդ ուրա։ ասում եք ներդրումների մասին, թե հեչ այսքան տարիների ընթացքում ինչքան ներդրում է արել։ Իսկ պետությունը այդ ներդրումները որտեղից է ներգրավել, եթե հաշվի առնենք, որ չի փայլում դրանով ներդրումները Հայաստան այսպես չեն գալիս։ Վերջերս մենակ վերջերս Nvidia, աշխարհահռչակ Nvidia ընկերության հիմնադիր տնօրենը առնվազն հայտարարեց, որ Հայաստանում $500 միլիոն, կես միլիարդ դոլարի ներդրում են կատարելու, մի վարքյան $500 միլիոն եւ կես միլիարդ դոլարի, այսինքն ներդրում են կատարելու արհեստական բանականության հետ կապված համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծելու։ Միանշանակ պետության աշխատանքներ, ԲՏԱ-նախարարության աշխատանքներ, շատ կարևոր, շատ այսպես ես գիտեմ առնվազն, թե պարոն Հայրապետյանը ինչքան ծանր աշխատանք է տարել, այս ամեն ինչը իրականություն դարձնելու համար։ Պետական է, բեցի աշխատանքից դուք գոհ եք, այն հոսանքազրկումները, որոնք շատ հաճախ վերագրվում են հետին, հիմնականում բեցի այո տիրույթում են։ Սխալ է ձեր պնդումը, թե հիմնականում բեցի տիրույթում է, որովհետև Հայաստանում կա սպառողներին էլեկտրականություն մատակարարելու բուն տեղ հասցնելու մենաշնորհ, այդ մենաշնորհը պատկանում է հեծին։ Հայաստանի Հանրապետության գյուղեր ուղղակի կամայական գյուղ գնացեք, հարցրեք հարգելի ու սիրելի գյուղացիներ։ Ձեր գյուղում, երբ որ մազերը ծածանողից մի քիչ ավելի շատ ուժեղ, մի քիչ ավելի ուժեղ քամի է լինում, քանի ժամով է անջատվում ձեր հոսանքը։ Այդտեղ բեցը ընդհանրապես կապ չունի։ Քամու պատճառով, եղանակի պատճառով հոսանքազրկումների հետ բեցը ընդհանրապես կապ չունի։ Բեցը հիմնարկ է, որտեղ կարա լինի վթար։ Այո, երբ որ այդ վթարը լինում է, մենք դրա մասին իմանում ենք, դուք էլ եք դրա մասին իմանում։ Բայց ամենօրյա լրահոսով, երբ որ տալիս եք հոսանքազրկումներ, ու դուք բոլորդ եք տալիս այդ հոսանքազրկումների մասին, որ մարդիկ ինֆորմացված լինեն։ Դրանց 99% ժողովուրդ ջան, պատկանում է հեծին, դրանց 99% հստակ բան ունի։ Ինչ վերաբերում է Վեոլիային, երբ որ փորձում եք sense նույնականացումներ իրականացնել, նախ ժողովուրդ ջան, սեփականության իրավունքով ջրագծերը Հայաստանի Հանրապետությանն են։ Սա եկեք ֆիքսենք։ Վեոլիան ընդամենը այդտեղ կառավարիչ է։ Ունեք մի հատ բան, որը լավ չեք սպասում։ Չէ, մի վարքյան, ժողովուրդ ջան, մի վարքյան։ Մի վարքյան։ Վեոլիան ընդամենը օպերատոր է։ Սա մեկ։ Երկրորդը, որպես այդպեսի, Վեոլիայի ջրանջատումները իրանց բնույթով ուղղակի համեմատելի չեն հոսանքազրկումների քանակի, չափերի ու մնացածի։ Ես իհարկե հասկանում եմ հիմա ի պաշտպանություն որոշ օլիգարխների անընդհատ փորձ արվում ներկայացնել, թե Վեոլիան կոնկրետ սենս է ու հիմա փորձում եք մեզ դիտող բնականաբար լինում է ջրանջատումներ, օրինակ երբ է վերջի անգամ ջրանջատում եղել ձեր տանը։ Մեր տանը 3 ջրանջատում, որտեղ եք ապրում, կասեք ճիշտ է։ Հաղթանակ թաղամասում։ Okay, իսկ հոսանքազրկում։
Հոսանքազրկում, եթե անկեղծ Դե, չեմ։ սիրելի քաղաքացիներ, ես կուզենայի, որ դուք ապրեիք ընդդիմադիր լրատվականների այն աշխարհում, որտեղ հոսանքազրկումներ չկան, բայց ցավոք մեր ու ձեր ապրած աշխարհները խիստ տարբեր են։ Պարոն Ալեքսանյան, դուք որ ասում եք գնացեք գյուղեր, տեսեք ինչ իրավիճակ, օրինակ որ գնում ենք Սյունիքի խնածախ, հա, բան դեղ անվտանգությունն է այդ մարդկանց առաջնային հարցերը, ոչ մեկ չի ասում, մեր լույսը մի ժամով անջատեցին, կես ժամով անջատեցին, դուք ես դավատ մտածելակերպ է, թե այնտեղ մարդիկ չեն ասում մեր լույսը մի ժամով անջատեցին, ինչա նշանակում, այսինքն սահմանամերձ գյուղերի մարդիկ լույս ունենալը։ Իրանց առաջնահերթությունն անվտանգությունն է։ Բնականաբար, օքեյ, հա, բայց այնուամենայնիվ այդ մարդկանց եւս առաջին հերթին է հոսանք պետք։ Մենք առաջինը փորձում ենք լուծել Հայաստանում եւ տարածաշրջանում խաղաղության հարցը, մենք փորձում ենք լուծել երկրում ներքին անվտանգության հարցը, որտեղ այդ խնածախի բնակիչների օրինակ զավակները կարող էին ինչ-որ բայ լինել Երևանում, լինել Ուսանով, ու նրանց երթևեկած ավտոբուսը կարող է ինչ-որ մեկը ուղղակի վառեր։ Նրանց երթևեկած տաքսիի տակ կարող է ինչ-որ մեկը նետեր այն հայտնի աստղիկներ ու նրանք վթարից մահանային։ Կարող է այդ մարդիկ ուղղակի ընտանիքով եկած լինեին Երևան ու այս տերորիստների գործողությունների արդյունքով ամբողջ ընտանիքով զոհ դառնային։ Փաստաբանները օրինակ հետմարն ավտոբուսները վառելու կներես Շողիկ ջան դրվագը, որը որ դուք մեջ բերեցիք, ինչպես Ինչ նաև են ասում, Ասում են նման բան չկա գործում ավտոբուս վառել։ Դուք չեք լսել ձայնագրությունը։ Փաստաբանների Բայց չեք լսել ձայնագրությունը։ Ձեզ ասում Գյուլելն էլ երևի նկատի ունեին ընդամենը բան սիրո համբույրներ են ուղարկելու մարդկանց գյուլել ասելով, իսկ այդ ինչ են ասում։ Կներեք փաստաբանները այստեղ ձեր գործընկերների ազգային ժողովի դահլիճում այդ ճայթուկները, հա, որոնք որ ճայթուկով մարդ չի գյուլվում, էլի կներեք։ Իրանք հստակ իրանց ասածը կոնկրետ ապուշություն է այդ դեպքում, կներեք իհարկե, որովհետև հստակ մարդիկ տեքստ են ասում, ասում է երկու հոգու կգյուլենք, ավտոները կվառվեն, ավտոբուսների վրա յուղ կլցնենք։ Այդ վառվող մեկը ավտո կվառի, մեկը խանութ կջարդի, կթալանի։ Հստակ գործողությունների ծրագիրը մարդ իր բերանով ասում է, որքան է փաստաբանները փորձեն ասեն, թե տարբեր օրերի աձայնագրությունները, հա, օքեյ, մարդկանց գյուլելը ասել են մի օր, մեքենաներ վառելը ասել են հաջորդ օրը։ Դրանից ինչ որ բան փոխվեց։ Դրանից ինչ որ բան փոխվեց, հիմա ձեզ հարցնում եմ, ժողովուրդ ջան։ Որոշել են մարդիկ, որ պետք է մարդկանց գյուլեն, որոշել են, որ պետք է մեքենաները վառեն, էլեկտրասյուների լարերը կդրեն գցեն գետին, ամբողջ երկրում ինտերնետը անջատեն, օրինակ ձեզ չի հետաքրքրում, այդ որ մի ժողովրդավար ուժը կամ բարի նպատակ ունեցող ուժը պետք է ուզենա ամբողջ երկրում ինտերնետը անջատի։ Ինչ պետք է անեին այդ ինտերնետն անջատած ժամանակ, որ ինտերնետը իրանց պիտի խանգարեր։ Երբևէ լսել եք այդպես բան, որ ընդդիմությունը ուզենա ինտերնետը անջատի։ Դա ուզում են տոտալիտար իշխանություններն են փորձում տենց բան անել ինտերնետ անջատել, ժողովուրդ ջան, որպեսզի կարողանան ռեպրեսիաներ իրականացնել։ Իսկ քանի որ մեր դեպքում հակառակն է իշխանությունը ժողովրդավարը, իսկ ընդդիմությունը ահաբեկիչ, ակնհայտորեն այս մարդիկ են փորձում ինտերնետն անջատեն ու ստանան այդ էֆեկտը։ Պարոն Ալեքսանյան վարչապետը նույն այդ գրառման մեջ ես ուզում եմ սկզբից կարդալ, ասում է հեծի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նախ հուլիսին ինչ է լինելու, որ կազատվեն աշխատանքից եւ արդյոք սա սպառնալիք չէ։ Հուլիսից կմտնեն, հուլիսից արդեն ամենայն հավանականությամբ կառավարումը կստանցնի Հայաստանի Հանրապետությունը եւ բոլոր այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած կզբաղվեն ցանկացած այլ բանով, բնականաբար պետք է ազատվեն աշխատանքից, որտեղ կներեք, բայց հեծում շատ ավելի շատ աշխատելու բան կա։ Բայց գործադուլ ոչ ոք հիմա չի արել, ինչ ինֆորմացիա։ Դե ասում են եթե գործը թողած, այսինքն այդ ինչ ինֆորմացիա է, պարոն հեսակաս Այսինքն, եթե կան մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հոսանքի դիմաց վճարած գումարի դիմաց փոխանակ գնան, այդ մարդկանց հոսանքը սարքեն, նենց անեն, որ այդ մարդկանց հոսանքը խափանումներ չունենա, նորմալ աշխատի, գործի ժամին, գործի փոխարեն զբաղված են ուրիշ բանով, այդ թվում եւ քաղաքական խարդավանքներով կազատվեն։ Բայց ինչու միայն հեծի մասով այս զգուշացում են, ինչու միայն հեծի մասով։ Ես կարամ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինների կամ պետական կառավարման բոլոր մարմինների մասով Եթե մի վարքյան, մամուլում հրապարակումներ կան հստակ, մամուլում կան հստակ հրապարակումներ, գործի ժամին գործ չեն անում։ Մամուլում կան հստակ հրապարակումներ, որ հեծում մարդկանց աշխատողներին պարտադրում են մասնակցել այս կամ այն միտինգ։ Չէ, ես այդպիսի միտինգ չի եղել գործի ժամին, այդպիսի բան չկա դա։ Հայտարարված է միտինգ ու հայտարարված է գործի ժամին, եթե չեմ սխալվում։ 6-ից հետո է երթը լինելու։ Դե 6-ին է երթը լինելու, ժողովուրդ ջան, 6-ին այդտեղ հասնելու համար աշխատանքից։
Եթե այդ մասնակիցները որպես այդպեսին այն մարդկանց թվում են, ովքեր մյուսներին պարտադրել են գալ այդտեղ, ինչը մեր ընդդիմությանը, ես չեմ կարծում, որ հեծի նորմալ աշխատողը ում չեն ստիպել, ով այդ խարդավանքներին չի տրվել, առհասարակ ցանկություն կունենա այնտեղ մասնակցել։ Ես ձեզ ասում եմ, ժողովուրդ ջան, նորմալ մարդը, ես չեմ կարծում հեծի այն նորմալ աշխատողը, ում չեն ստիպել, ու ինքը նաև տեսել է այդ ստիպման փորձերը, կուզենա մասնակցել։ Չէ, կներեք, սևերի ստիպիտակների չեմ բաժանում, բաժանում եմ ահաբեկիչների եւ ահաբեկչության պոտենցիալ զոհեր։ Պարոն Ալեքսանյան, եթե վեցին իր աշխատանքը ավարտելա, տուն գնալու փոխարեն եկելա միտինգին։ Ես ձեզ ձեր հարցին շատ հստակ պատասխանեցի, որ այն մարդիկ, ովքեր կստիպեն հեծի աշխատողներին ներկայանալ այդ միտինգին, այդ մարդիկ իսկ ինչ վերաբերում է նրան, որ կարող է հանկարծ ստացվի, որ կա 1-2 աշխատող ովքեր կգան, այդ միտինգին ինքնակամ եւ բան, ես դրան չեմ հավատում։ Պարոն Ալեքսանյան, մամուլում նաեւ շրջանառվում է, որ եթե կաթողիկոսի ուղղությամբ ճնշումները շարունակվեն, կաթողիկոսնով է։ Գարեգին բան։ Ես նման անունով կաթողիկոս չեմ ճանաչում։ Կտրիչ Ներսիսյանի ուղղությամբ։ Շատ լավ։ Կաթողիկոսարանը Հայաստանից կտեղափոխվի։ Դուք նման սցենար։ Հա, ես տեսել եմ այդ լուրը, հանրապետականները այո, ըստ երևույթին ուզում են Մայրաթորը տեղափոխել, ամենայն հավանականությամբ նկատի ունեն տեղափոխել։ Մի րոպե, գնեք, ինչու լրագրողին պարտադրեցիք, որ կաթողիկոսի այո, որտեղ երբ որ ասում են Գարեգին երկրորդ, դուք ասում եք չեք ճանաչում, հարցին չեք պատասխանում, լրագրողը ստիպված կիրառում է այն բանը, որ Պարոն Կիրակոսյան, բայց դուք ինչի եք առհասարակ լրագրողին վերագրում մտքեր, որոնք ձեր են։ Դուք իրեն հարցրեք, հենց հիմա ասում եմ ստիպված չեմ կիրառել։ Խեք մարդկանց վերագրում մտքեր, որոնք ձեր են։ Ինչով՞ չէ։ Ես ձեզ ճնշեցի։ Պարոն Կիրակոսյան, խնդրում եմ իհարկե, բայց մարդկանց մի վերագրեք մտքեր, որոնք ձերն են։ Սենց է կան։ Ինչ վերաբերվում է ասացին, այսինքն ակնհայտ է, որ հանրապետականները փորձելու են Մայրաթորը տեղափոխել, ընդհանրապես զարմանալի չի։ Կարծում եմ ամենայն հավանականությամբ, քանի որ նախաձեռնողը ՀՀԿ-ն է, շատ կուզենային Մայրաթորը տեղափոխել Բադեն-Բադեն, կլներ Մայրաթոր Սուրբ Բադեն-Բադեն իրանց համար, ու Սերժ Սարգսյանը դիցուկ ինչ որ մի կազինո այցելելուց հետո հնարավորություն կունենար մտնել Կտրիչ Ներսիսյանի հետ ինչ որ բլոտ խաղալ կամ մի բան անել, նմանատիպ մի գործողություն կատարել։ Ցանկացած այլ պարագայում սա ուղղակի աբսուրդ է, թե այս մարդկանց խելագար երևակայությունը ուր ու ինչի կարող է հասնել։ Նախ հերիք չի մեր եկեղեցին ներքաշել են ինչ որ ահաբեկչական գործողությունների մեջ, ինչ առհասարակ երբեք չի եղել ու խայտարակություն է ուղղակի մտածել անգամ, որ հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ը ներգրաված է եղել մարդկանց գյուլելու, մարդկանց ունեցվածքը վառելու գործողությունների կազմակերպման մեջ, ուղղակի խայտարակություն է, սա ուղղակի չեք պատկերացնում ինչ մեծ խարան ալնելու, այսինքն մեր համար։ Ու այս խարանի տակից ես չգիտեմ մենք ոնց ենք առհասարակ դուրս գալու, բայց այնուամենայնիվ որ հետագա գործողություններն էլ Բադեն-Բադեն տեղափոխելն ալնելու Մայրաթորը շատ հետաքրքիր է։ Իսկ Մոսկվայից պարոն Ալեքսանյան մեկ այլ հանրապետական Մասիսի գործող քաղաքապետ է, որը նաև Սերժ Սարգսյանի հանրապետականի կողմից ներկայացվել է, առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու, TRT-ի հետ զրույցում այսպիսի միտք է հայտնել, որն էլ դուք ձեր Facebook-յան էջում դրել եւ արձանագրում hashtag-ի տակ գրել եք հենց այնպես չեմ արձանագրում։ Դավիթ Համբարձումյանը ասել է ազգային ժողովի ԿՊ ֆրակցիան միայն սրիկաներից չի կազմված, այնտեղ կան նաև նորմալ եւ մոլորված մարդիկ, որոնց հետ համագործակցության եզրեր տեսնում։ Խնդրում եմ ձեր ընդլայնված արձանագրումը։ Դե սա արձանագրումը ես որպես այդպեսին գրել եմ մտքով, որտեվ եթե կհիշեք, վարչապետը հստակ ասել ամսի 1-ից 5-ը եկեք այտենց վերբալ հրադադարի պես մի բան անենք, էլի վիրավորանքներից զերծ մնանք։ Հիմա ձեր նշած անձը, ում եղբայրը իդեպ էլի եմ ասում, անցել է կավատության գործով, այսինքն մարմնավաճառների այտենց մարմնավաճառությանը զբաղվելուն օժանդակությամբ, չգիտեմ դա ինչքանով կապ ունի հանրապետական կուսակցության ներսում գործունեության հետ, բայց այնուամենայնիվ էլ այդ մարդը ասում է ԿՊ-ն միայն սրիկաներից չի բաղկացած, այսինքն նկատի ունենալով, որ ԿՊ-ի ներսում կան սրիկաներ, բայց միայն սրիկաներ չի, որ կան։ Հիմա դե հիմա թույլ տվեք պատասխանեմ նմանատիպ մի գովասանքով, իմ ընկալմամբ հանրապետական կուսակցությունը միայն նարկոման կոռուպցիոներներից չի կազմված։ Այսինքն ուզում եք ասեք կան նարկոման կոռուպցիոներ։ Ես ասեցի այն ինչ որ ասեցի։ Պարոն Ալեքսանյան, սպասեք, Ջորջան, ես էլ հարց տամ էլի։ Պարոն Ալեքսանյան, դուք ինչ եք կարծում, պետք է Հայաստանում ռուսական հեռուստաալիքները եթերազրկվեն, թե ոչ։
Իմ ընկալմամբ այս գործելավոճը եթե շարունակեն, պիտի եթերազրկվեն։ Իմ ընկալմամբ։ Ջան, ես պետքա սինխրոն դնեմ մի ընդհատեք, որ կարողանամ ռեպորտաժից մեջ խնդրեմ պատասխանել։ Նարեկին եք եթերազրկում ռուսական Բարի Ես պնդում եմ, որ եթե այս գործելավոճը շարունակվի, այո, պետքա եթերազրկվեն, որովհետև դա ուղղակի խայտառակություն է, այն բառապաշարը, որ օգտագործում են այնտեղ Հայաստանի պետական պաշտոնյաների հասցեին, այն խոսելավոճը, որ նրանք ունեն Հայաստանի պետական պաշտոնյաների հասցեին, ու առհասարակ այն աջակցությունը, որ նրանք ցույց են տալիս Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչություն նախաձեռնած խմբի նկատմամբ, բնականաբար այլ տեղ չի թողում։ Օրինակ ոնց է ուզում լսել, որ հետո նոր եթերազրկում։ Չեմ կարող կոնկրետ ասել, բայց կարծում եմ ինչ-որ մի բայից այդ որոշմանը պետքա գա։ Բայց այդպիսի քննարկում կա հիմա նախարարությունում, բան, դե դուք որպես քաղաքական Չեմ կարող ասել կա քննարկում թե չէ, բայց կարող եմ քաղաքական տեսանկյունից ասել, որ իմ ընկալմամբ միանշանակ ինչ-որ բայ, եթե սա շարունակվի, այդ լկտի բառապաշարը միանշանակ պետքա փակվի։ Օրինակ ոնց եք պատկերացնում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը միացնեք ու Ռուսաստանի պետական պաշտոնյաների մասին նման հայտարարություններ։ Դե նոր չի, պարոն Ալեքսանյան, երկար ժամանակ այս խնդիրը կա, միայն հայտարարություններ են։ Երկար ժամանակ հանդուրժել ենք, իսկ ինչ որ բայց պետք է Պարոն Ալեքսանյան, իսկ այդ ահաբեկչության փորձի մեջ դուք արտաքին ձեռագիր տեսնում եք միջամտություն։ Դե առնվազն այնտեղ իրանց պլանի մեջ հստակ կետ կար, ինչ որ կողմի ներկայությամբ հանդիպման մասին։ Իսկ դա առնվազն հիմք տալիս է կասկածելու նման ուղղությամբ, բայց այստեղ մի բան էլ էլի անկեղծ եմ ասում, ես կարամ այստեղ հիմա ձևացնեմ, դուք եք արագ ձևացնեք, թե նմանատիպ բան չկա, բայց ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները շատ հստակ գիտեն, թե ընդդիմադիր գործիչներից, որը ինչ հատուկ ուժային ծառայության, որ երկրի հատուկ ուժային ծառայության, ինչ պագոն ունի առհասարակ։ Թույլ տվեք ասի, ներողություն թույլ տվեք ասի, հա, ով ինչ պագոն ունի, որ ուժային կառույցից, խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Ասում եմ մեր քաղաքացիները դա շատ լավ գիտեն եւ հավելյալ դե դուք ուրեմն պակաս իրազեկ քաղաքացի եք։ Իսկ Ալեքսանյան երեք ներողություն ԿՊ-ի վարչության հերթական նիստն է տեղի ունեցել, եթե ես չեմ սխալվում, առաջիկա ընտրությունների կազմ է հաստատվել, նախ քանի հոգի է առաջադրվել վարչության 42 տեխնացու կա վարչության ընտրությունների։ Վարկյան սեպտեմբերին ընտրությունը եւ Արթուր Հովանեսյանն է առաջադրվել վարչության նախագահի ղեկավարի պաշտոնում։ Չէ, վարչության անդամ։ Նա գրառում էր արել։ Չէ, անդամ է դրել։ Իսկ պարոն Ալեքսանյան, քանիսն են ընտրվելու 40-ից, այսինքն քանիսից է կազմված լինելու։ Թե քանիսից է կազմված լինելու, դա որոշելու է համաժողովը, բայց վարչությունն է իրավազոր առաջարկ ներկայացնելու եւ մեր նախնական ընկալմամբ մենք կներկայացնենք 20 հոգանոց վարչություն ունենալու առաջարկ, որ մի քիչ այո եւ մենք նաեւ կանանց քվոտա ենք սահմանելու առնվազն կանանց չէ հակառակ սեռի, այսինքն 20-ից 5-ը պետք է լինեն հակառակ սեռի ներկայացուցիչ առնվազն 5-ը։ Ինչու որոշեցիք այդպես, ավելի արդյունավետ էր, ինչ կանանց ներգրավվածությունը։ Դե մեր քաղաքական թիմը առհասարակ կանանց ակտիվ քաղաքական գործունեությունը խթանելու քաղաքականություն ավարում, երևի թե արդեն 7 տարի ու դեռ մի բան էլ ավել։ Իսկ հրապարակվել է տեխնացությունների վերջնական ցանկը։ Դրանից առաջին չա եղել, չեմ կարող ասել, նույնիսկ եղել է դեպքեր, որ ներկայացրել են փաստաթղթերը կիսատա եղել կամ բան, դրան հիմա չանդրադառնամ, sense տեխնիկական հարցեր են։ Երրորդ կողմ պետք է որ գան այդ կուսակցական ընտրությունները դիտարկեն, որ նախորդ անգամվա այդ խայտարակ պատմությունը, որ Արսեն Թորոսյանը բացահայտեց քրեաթերթիկները բերել։ Այ ժողովուրդ, լավ, ես եկեք բացատրեմ, թե նախ ինչ ա եղել անցած անգամ։ Հետո նոր մի հատ չէ բան ա հնչել եթերով, հիմա կներեք պիտի արձագանքեմ։ Անցած անգամ առաջին անգամն էր, որ ԿՊ-ն ունեցել է համաժողով, որտեղ քվեարկող պատվիրակների թիվը նախկին 200-ի կամ 300-ի փոխարեն եղել է 1000։ Այս փաստը հաշվի չառնելով սակայն մեր հաշվարկի մեխանիզմը եղել հետևյալը, որ 4 թե 5 համակարգիչ իրար կողք դրած ու մեր քվեաթերթիկներն էլ նենց են, որ միանգամից 15 հոգու ես ընտրում, այսինքն
ու իրար կողք կանգնած մարդիկ այդ համակարգիչների դիմաց իրար թելադրել են այդ անունները։ Մեկը կողքին կներեք, մեկը կողքի ձայնն ա լսել, մեկը բան արել, մի քանի ձայնի ընդհանուր տարբերություն ա եղել, որը վերահաշվարկի ընթացքում, որովհետև այդ քվեաթերթիկները ոչ մի բան չեն եղել, ուղղակի համակարգիչ անցկացնելուց այդ քիփ տարածքում մարդիկ սխալ են լսել ընդամենը դա է տեղի ունեցած է։ Ու քանի որ վերջի տեղերում շատ քիփ են դասավորված եղել ձայները, այնտեղ որոշակի փոփոխություններ են եղել, եթե չեմ սխալվում, իմ ձայներից էլ 2 թե 3 ձայն իմ ձայներից էլ է պակասել, բայց այդտեղ ինչ որ բան չեմ տեսնում, էլի ես կներեմ։ Իսկ Ալեքսան Վարչության նախագահի մասով, այսինքն այստեղ շարունակել է Փաշինյանը ղեկավարել Շո, պետք է նախ ընտրություն լինի։ Կներեք, ի տարբերություն մյուս կուսակցությունների, օրինակ Հանրապետականում գիտեք ոնց է ղեկավար մարմինը ընտրվում։ Մեր մոտ գնում ենք քվեաթերթիկով նշում ենք, բան ենք անում, մարդիկ գալիս են քվեաթերթիկով Հանրապետականում գնում են, բոլորը նստում են մի դահլիճում, Սերժ Սարգսյանը ասում է, այս կազմն է, ուղղակի բոլորը ձեռ են բարձրացնում։ Այնտեղ տենց է այդ քվեարկությունը։ Մեր մոտ ինքը չի հավակնելու այդ վարչության ղեկավարի բանը։ Նախկինում ասում եք, բայց 18 թվի բան եք ասում, դրանից չտվեց ու չկատարեց այդ փուլում դա էլ է ասել Ալեքսան։ Ինձ չի թվում, որ նման բան ա եղել, Նարեկ ջան, բայց այնուամենայնիվ ձեր քաղաքական պարբերաբար հնչող արտահայտությունները ես ողջունում եմ ձեր ակտիվ քաղաքական դիրքորոշումը, թեև կխնդրեի, որ թեև դեռ հարց չկար։ Չասում եմ այն ժամանակ հարց չկար, դուք դիտարկում եք անում ձեր գործընկերոջ ասացին։ Ժամանակահատվածը չհիշացնում, որ ժամանակահատվածը։ Որ բուր Նիկոլ Փաշինյանը մի շարք խոստումներ էր տալիս։ Ու հիմա երբ որ ասեմ, որ խոստումներն էր տալի, միակ բանը, որ ասելու եք, որ բանը ասել է Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Ճիշտ է, բայց չեք ասել։ Արտադրության բարեփոխում։ Եվ չի եղել արտադրության։ Շիլնում չի կատարվում Թալանի վերադարձը։ Արագաչափեր կարմիր գծեր։ Արագաչափեր կարմիր գծերի մասով եղել է դիրքորոշման հստակ փոփոխություն։ Հոգատար հանրություն, երջանիկ անհա։ Եվ եղել են դրանք։ Այդ ուղղությամբ ձեռնարկվել է այն ամեն ինչը որ եղել է։ Իսկ այսինքն ձեզ ինչ է թվացել, որ կարգախոս, այսինքն Նարեկ ձեզ թվացել է, որ երբ որ մենք հայտարարել ենք այդ կարգախոսը, ընտրությունների հենց հաջորդ օրը ու դրանից այսօր դուք ձեզ անչափ երջանիկ պետք է զգայիք։ Ցանկացած վարքյան, ցանկացած բայ նույնիսկ ինձ հետ հարցազրույց անելու չեմ կարծում։ Պետք է երջանիկ լինեին մարդիկ։ Պիտի երջանիկ լինեն ու մենք այդ ուղղությամբ էլ ամեն ինչ անում ենք։ Մի քանի ամիս է մնացել, որ այդ խոստումը։ Ես վստահեցնում եմ, որ օրինակ մարդիկ հենց հիմա շատ երջանիկ են այն փաստի բերումով, որ Հայաստանի Հանրապետության ուժային մարմինների շնորհիվ կանխվել է Հայաստանի Հանրապետությունը խորը ու մեծամասշտաբ ահաբեկչության մեծ ներքաշելու գործողություն, այսինքն մենակ այդքանով արդեն իսկ կարծում եմ մարդկանց շատ մեծ մասը շատ երջանիկ է, որ իր հարազատները չեն զոհվել կամայական տերակտի արդյունքում։ Բայց գալով ձեր տերակտը ունեցել է քաղաքական դրթիչներ, հովանավորներ, հաշվի առնենք, որ Բագրատ Գալստյանյանը հիմա կվերադառնա սեպտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, հանդիպումներ ունեցավ երկրորդ եւ երրորդ նախագահների հետ, հիշում ենք նաեւ, որ խորհրդարանական ընդդիմության հրավերով նա եղել է նաեւ ազգային ժողովում, նույնիսկ ամենից ելույթ է ունեցել։ Ըստ ձեզ այս պլանի կազմման Դե այնտեղ ցա հենց գաղտնալսումներում կոնկրետ հատված կազմա, դե սցենարը պետքա լինի հետեւյալ ազգային ժողովում լսումներ, նախ այդ լսումներով պետքա կազմակերպել ընդդիմադիր խմբակցություն առնվազն մեկը, եթե ոչ երկուսը միասին։ Անցագրեր պետքա գրվեին կոնկրետ մարդկանց, ով պետքա գրեր ընդդիմադիր խմբակցություններից առնվազն մեկը։ Ամբողջ ընթացքում ահաբեկչության մեջ մեղադրվող Գալստանյանի շարժման այդ ամբողջ ընթացքում նրա կողքին եղել են քոչարյանական падգամավորներ, կոնկրետ ամբողջ սկզբից մինչև վերջ։ Արդյոք դա քաղաքական որոշակի պատկանելիության ցուցիչ չի, իմ ընկալման պատկանելիության ցուցիչ է։ Արդյոք հիմա ինչ որ մեկը կա, որ հավատում է, որ նա ուղղակի ինքնուրույն ասա որոշել, չի խորհրդակցել ոչ մեկի հետ, չի պատմել սրա մասին, ֆինանսավորում չի ստացել, չգիտեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, թող իրավապահները պատասխանեն, բայց վերջերս քննչական կոմիտեի նախագահը նաև հայտարարություն տարածեց, հարցազրույցում իր նշեց, որ բանից պարզվում է հեղաշրջման բուռն սիրահար Միքայել Աչապահյանը նաև շատ մեծ սեր ունի ձեռագրության հետ ու օրագիր է պահում, ու որի մեջ նաև նշել է թե ով է
Բագրատ Գալստանյանին այդ ամեն ինչի հորդորը եւ մնացած արել, այնպես որ կարծում եմ, այնպես որ երկրորդ նախագահների դերակատարությունը կարծում եմ, որ հետագայում այս թեմայով բացահայտումներ կլինեն, բայց այն որ երկրորդ ու երրորդ նախագահները անթակույց կերպով աջակցել են այս տերորիստական խմբակին, դա փաստ է։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսի գիտությամբ թե տեղի ունեցել առնվազն Գալստանյանը ամեն քայլափոխի ասում էր, ես ինչ անում եմ կտրիչի օրհնությամբ, ինքը իհարկե կտրիչի փոխարեն այլ անուններ ասում։ Իսկ պարոն Ալեքսանյան, հեծի մասով մի ճշտով հարց է, քանի որ ոնց հասկացվում է շատ արագ է այդ կառավարման հարցը պատրաստվում իշխանությունը լուծել, կա տեխնացու ինչ որ մեկին դիտարկում եք արդեն որ պետք է ստանձնի այնտեղ այդ պաշտոնը։ Չէ, չեմ կարող այս բանին պատասխանել, բայց վստահ եմ շատ կոմպետենտ մարդ կնշանակվի այդտեղ։ Որովհետև հիմա ձեզ նաև ընդդիմությունը ասում է նույնիսկ էներգետիկ ոլորտը Աչի մի վարքան, բայց մի հատ գանք էլի, մի հատ հետ գանք այս թեմային են, որ ասում եք ընդդիմությունն ասում էր, ինչին կպնում եք չորանում է։ Բայց ո՞նց է ստացվում, որ պետական մասնաբաժին ԶՊՄԿ-ում ունենալուց հետո չեք ասում։ մի վարքան, ԶՊՄԿ-ում պետական ներկայացուցչություն ունենալուց ու պետական մասնաբաժին ունենալուց հետո ու առհասարակ ԶՊՄԿ-ի վճարված հարկերը բազմապատկվել են։ Բայց ո՞նց է ալնում։ Բայց ի՞նչ լոգիկա է, բայց վայ Հակոբյանները բանը, որ այնտեղ փայատեր էին, բայց չէին կարող այդպես շահույթով աշխատացնեին ԶՊՄԿ։ Հստակ օրինակ կա ԶՊՄԿ, ժողովուրդ ջան, ԶՊՄԿ եղել է իրանց կառավարման տենց օրթախապետության կոնկրետ ներկայացուցչություն ԶՊՄԿ-ն, ունեցել է կոնկրետ թվերով նայեք, որ թվականին ինչքան շահույթ է ունեցել։ Ունայեք մեր կառավարման տարիներին ու նաև պետական մասնակցություն ունենալուց հետո որքան շահույթ է ունեցել։ Կտենաք թե ով ավելի լավ կառավարիչ ու ում ձեռնակապնելուց հետո չորանում։ Քանի որ նախագիծը մեծ հաշվով կառավարման հարցն է լուծում, դուք էլ այստեղ ճշգրտեցիք, որ խոսքը դա կառավարման մասին է։ Այդ պետականացնելը դա նոր նախաձեռնությամբ է իրականացել։ Այո, նոր նախաձեռնությամբ իրականացվում է։ Ինչ դա ինչպես է կանելու։ Իրավաբանները արդեն մանրամասները ավելի կներկայացնեն։ Բայց պետությունը պատրաստ է վճարել սեփականատիրոջը, որտեղ ոնց որ թե օրենսդրական օրենքը ինչ պահանջներ որ կունենա ու իրավական գործընթացը ինչ ճանապարհ որ կընդգծի սրա համար, այդ ճանապարհով էլ պետք է անցնենք բնականաբար։ Ասում են ազգայնացման դեպքում փոխհատուցում չկա, պետականացման դեպքում կա։ Դե կարող եմ ասել, որ իրավաբան մեր գործընկերները շատ ավելի հստակ այս հարցին պատասխանը կտան, միանշանակ ասում եմ, որ այս հարցը պետք է շատ լայն քննարկում լինի նախ թիմի ներսում եւ հատկապես մեր իրավաբան գործընկերների հետ։ Այսինքն շարունակում է հեծը, կներեք, շարունակում է հեծը մնալ սեփականատիրոջ, ուղղակի պետությունը այս փոփոխությունները նման հնարավորություն են տալիս։ Եվ արդեն երբ է պետությունը պատրաստում այդ հնարավորությունը։ Առաջիկայում սրա մասին կխոսենք։ Շատ առաջիկայում, ձեզ նույնպես։ Մեկ հարցը, եթե հեծը օրինակ պետականացվում է, հա, դուք հակված եք, որ դա պետք է պետությունը կառավարի, թե օրինակ պետությունը հանձնի ինչ-որ օպերատորի։ Չեմ կարող ասել, այստեղ կարծիքները տարբեր են։ Իմ ընկալմամբ իհարկե ավելի լավ կլինի, որ լինի պետական սեփականություն, բայց լինի օպերատոր, ով կկառավարի դրան։ Այդ սա իմ ընկալումն է, էլի չեմ կարող սրա հետ կապված։ Այսինքն վիոլոջրի տարբերակն եք ասում։ Առհասարակ օպերատորի համակարգն եմ ասում։ Եվ պարոն Ալեքսանյան, քանի որ հստակ չէր այդ միտինգի գնալու պակներեք, ավելի այսպես պարզ է էլի հարցը ստա։ Ենթադրենք էլեկտրիկ վաճառում ներողություն եմ խնդրում, եթե համընկնում կա որևէ մեկին չեմ ճանաչում վաճառում։ Աշխատանքից հետո որոշում է տուն գնալու փոխարեն սիզնսի այգի գալ։ Իր աշխատանքը կատարել է, եթե քարտունի ճկացրել է, դուրս գալը ֆիքսվել է աշխատանքային ժամը եւ գալիս է տուն գնալու փոխարեն գալիս է սիզնսի այգի։ Նա աշխատանքից ազատվելու է թե ոչ, իր կամքով եկել է։ Ես վստահ եմ, որ հենց հիմա էլեկտրիկ վաճառում ձեր մեկնաբանություններում կգրի, որ ընկեր ինձ տենց բաների մեջ մի խառն։ Շնորհակալ եմ։ Ինչ գիտեք։ Չեք ասում։